Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգ» հեռուստասերիալում վերջապես հասանք մի կետ, որը շատերն անհամբերությամբ էին սպասում։ Հենրին ու Աննան հաշտվում են, ավելի ճիշտ, Աննան միշտ պատրաստ է եղել այդ խոսակցությանը, նա երբեք չի մերժել որդուն, միայն ցանկացել է, որ իրեն լսեն։ Բայց Հենրին հոր ազդեցության տակ մերժել է մորը, խուսափել է նրանից և փորձել բոլորին ներկայացնել նրան որպես մեղավոր։ Հիմա, երբ Անգելինան, լինելով հոգեբանորեն ուժեղ ու հավասարակշռված կերպար, չթողեց Հենրիին շարունակել հոր սխալների ճանապարհով քայլել, ամեն ինչ փոխվեց։ Անգելինան շատ հմտորեն կարողանում է ազդեցություն գործել Հենրիի վրա, ստիպում է նրան լսել Աննային, ու Աննան վերջապես պատմում է ամբողջ ճշմարտությունը, թե ինչպես է հանդիպել Սոսին և ինչպես է այդ ամենը ձևափոխվել ու հասել այն չափի, որ դարձել է ողբերգություն։ Հենրին լսում է մորը, հասկանում է նրան, ներսում փշրվում է ու գիտակցում, որքան սխալ է վարվել։ Աննան երջանիկ է, որովհետև որդու հետ վերջապես խոսել է անկեղծորեն։ Իսկ Անգելինան նույնպես, տեսնելով, թե ինչպես են մոր ու որդու հարաբերությունները վերականգնում, իրեն շատ լավ է զգում։ Բայց Հենդոն չի կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ Անգելինան շուտով դառնալու է իրենց ընտանիքի լիիրավ անդամը։ Նա անկեղծորեն դեմ է այդ միությանը, ոչ թե անձնական պատճառներով, այլ որովհետև չի կարողանում ընդունել, որ հարսը լինելու է Սոսի ու Աննայի դուստրը։ Նույն զգացողություններն ունի նաև Վիկտորիան։ Ավագը փորձում է հանգստացնել կնոջը, վերադարձնել նրան ադեկվատության դաշտ, բայց առայժմ ապարդյուն։ Վիկտորիայի համար սա անընդունելի է և այդ պատճառով նա շարունակում է վարել թշնամական ու կտրուկ կեցվածք։ Իսկ Միքայելը, որը տարիներ շարունակ եղել է իրագործված անարդարությունների գլխավոր գործիչը, հիմա առաջին անգամ կանգնած է ինքն իր առաջ։ Նա գիտակցում է, ինչ չափի սխալ է գործել Աննայի հանդեպ, որքան մեծ վիշտ է պատճառել։ Ամբողջ այս իրավիճակից հոգնած նա առանձնանում է, չի ուզում ոչ ոքի տեսնել։ Հենրին գտնում է օրը անտառում։ Նրանք զրուցում են, և Միքայելը որդուն ասում է, որ մտածում է միգուցե Աննան իրականում մաքուր է և որ ինքը սխալվել է։ Հենրին հորը պատասխանում է, որ Աննան իսկապես արժանի է երկրորդ հնարավորության։ Այս բոլոր դրամատիկ իրադարձությունների ֆոնին վերադառնանք Վերջին զանգ սերիալի ամենասպասված դրվագներից մեկին՝ Հենրիի ու Անգելինայի հարսանիքին։ Նկարահանումները վերջապես ավարտվել են։ Դերասանները թեև հոգնած, բայց շատ գոհ են արդյունքից։ Նրանցից շատերը սոցիալական ցանցերում հրապարակել են կադրեր նկարահանումներից, կիսվել են իրենց տպավորություններով։ Անգելինայի կերպարը մարմնավորող դերասանուհին պատմել է, որ թեև էկրանին ամեն ինչ շատ գեղեցիկ ու հեքիաթային է երևում, նկարահանման հրապարակում ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ։ Նկարահանումները շարունակվել են առավոտյան ժամը 10-ից մինչև գիշերվա 2-ը, ինչը դերասանների համար դարձել է ֆիզիկապես ու հոգեբանորեն շատ ծանր փորձություն, բայց ի վերջո ամեն ինչ ստացվել է, հարսանիքը կայացել է, սիրելի հերոսները միավորվել են։ Ու թեև մենք գիտենք, որ հանգստությունը երկար չի տևելու, այնուամենայնիվ այս պահը մնում է որպես սպասված ու հուզիչ հանգրվան թե հերոսների, թե մեզ, հանդիսատեսիս համար։ Հարգելի հետևորդներ, արդյոք Աննան այսքանից հետո կցանկանա վերադառնալ Միքոյի հետ նույն տանը ապրելու։ Գրեք մեկնաբանություն։